Ողջույն հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Շատ շնորհակալ եմ, որ օգնում եք մեզ ձեր առաջարկներով, ձեր խորհուրդներով, որպեսզի մեր հաղորդումները դառնան ել ավելի բովանդակալից եւ ել ավելի օգտակար։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեր ներկայացնել ու տեսնել մեր հայոց աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, ես այսօր հյուր ունեմ եւ իմ հյուրն է հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության երիտասարդ անդամ, Արարատյան խոհանոցի այդ մեր դպրոցի մեր ուսուցման ուսանող, ապագայում վստահ եմ կայացած խոհարար Հովհաննես Մարգոսյան։ Ողջույն։ Ողջույն բարեկամ։ Ինչպե՞ս ես։ Լավ, նորմալ, մերսի, շնորհակալություն։ Լավ է։ Շատ լավ, ոյակա։ Շատ ուրախ եմ, որ լավ տրամադրություն ունես։ Շատ ուրախ եմ, որ իհարկե նաև համաձայնվեցի, որ մենք այսօր պատրաստենք մի ուտեստ մեր հանրությունը ծանոթանա եւս մեկ ազգային ուտեստին ծանոթանա։ Ինչ ենք պատրաստել։ Մենք այսօր կպատրաստենք բուրումնավետ կանաչիների տեսականիներից պատրաստված շրջաձև ձվածեղ։ Շրջած ձվածեղ։ Այո, շրջած ձվածեղ։ Շատ լավ, շատ լավ։ Ես որևէ կերպ կարող եմ օգտվել։ Կանաչիները կտրատենք։ Կանաչիները իսկ տապակելու համար ինչ ենք անելու սկզբից։ Տապակելու համար տապակը պիտի լավ տաք լինի։ Տաք լինի տապակը, այսպես կանաչիները կտրատենք։ Իմիջայլոց կանաչիները շատ մեծ հաճույքով կանաչիներն օգտագործելու ենք համաչափ, այսինքն ինչքան ամեն տեսակի կանաչիներից նույն չափով ենք օգտագործում, միայն թարխունը եւ ցիտրոնը քիչ ենք անում։ Մի քիչ ենք անում։ Այո, մնացած կանաչիներից քիչով։ Թարխունը։ Ես էլ կտրատեմ սամիթը։ Մաղադանոսը կտրատեմ, ես միասին, համքև։ Հովհաննեսը իրանահայ է եւ ունի երկու քաղաքացիություն։ Այո։ Եվ Իրանի եւ Հայաստանի։ Եվ Իրանի Իսլամական Հանրապետության եւ ՀՀ քաղաքացիություն։ Շատ ուրախ եմ եւ ուսանում է այստեղ Արարատյան խոհանոցի դասընթացների։ Այսպիսի ձվածեղ մենք պատրաստում ենք նաև զատկական տոների, չէ՞։ Այո, իրանահայերս այս ուտեստը պատրաստում ենք հիմնականում տոն օրերին, ամանորի տոնին, ջրօրնեքին, զատիկվա տոնին, տաղավար տոներին ենք պատրաստում։ Շատ հետաքրքիր։ Աղ ավելացրեցի։ Աղ եւ սև պղպեղ։ Մի հատ խառնում ենք համերը։ Իմիջայլոց սա շատ ձվով է լինում, որ ինքը հարմար լինի շրջելու համար։ Ձուն հենց այդպես եւ միասին ենք ճարում։ Այո։ Շատ լավ։ Շատ լավ։ Մի հատ հարեմ։ Իսկ չեն ճարում։ Հարեմ տեսնեմ խտությունը ինչպես է լինում։ Ինքը պիտի թանձր խտություն ունենա, ոչ ջրիկ, ոչ շատ։ Այո, լավ է թե այս ձունը։ Չէ, արդեն խտությունը սա լավ է։ Հիմա Տապակը տաքացել է։ տապակը լավ տաքացել է։ Ավելացնում ենք յուղ։ Ժառայում ենք ավելացնում։ Սա թավի մեջ համատարած պետք է փռել։ Շաֆրան։ Չէ, նույնը չեն։ Երևի ես բառերին այդքան ծանոթ չեմ, դրա համար։ Կափարիչը ծածկում ենք։ Իսկ տակը կրակը իջեցնենք, թե թողնենք։ Չէ, մի քիչ թույլ կրակի վրա պետք է լինի։ Մարման կրակի վրա։ Ինչքան պիտի սպասենք, քանի րոպե պատրաստենք։ Սա շատ արագ պատրաստվող ուտեստ է, այսինքն 5-ից 6 րոպե նայած այդ
ծվածեղի զանգվածի քանակից։ Ինչքան ենք, այո, հաստությունից։ Եթե բարակ է, ինքը ավելի շուտ է լինի։ Կափարիչը բացելուց առաջ պետք է ուշադիր լինենք, որ ձվի շերտը երեսին արդեն իրան մի թեթև եփում, այո, մակարդված լինի։ Այդ ժամանակ արդեն շուռ ենք տալիս։ Լավ, տեսնենք։ Մի հատ հարմար կափարիչ կամ սինի կամ ափսեապետ թավից մի քիչ մեծոտ, որ շուռ տանք։ Շուռ տանք։ Թավեն նորից դնում ենք կրակին, մի փոքր յուղ ենք անում, շատ քիչ, այնքան որ տակը չվառի։ Էլի պիտի տապակի։ Այո, երկու կողմից տապակվում է։ Ուղղակի այս անգամ շատ յուղ չենք անում, այնքան որ ասենք թավեն ինքը արդեն ու նորից ծածկում ենք կափարիչը։ Եվս մի 2-3 րոպե եւ պատրաստ է։ Եղավ, այո, պատրաստում ենք արդեն մատուցող ափսեն, բայց կտրատենք 3 մինուտ։ Այո։ Ես ուղղակի կրակից հանում եմ, որ ինքը շատ հանկարծ չվառի։ Ինձ թվում է արդեն պատրաստ է։ Այո, ինձ էլ է պես թվում, անջատենք։ Թավի մեջ կտրատենք, թե տեղափոխենք։ Ես կարծում եմ կարող ենք նաև շրջել կիսով չարել։ Այո, Այսպես։ այդպես էլ է կարելի։ Չէ։ Ահա։ Եվ տեղադրենք Եվ ինչպես մատուցենք։ Ինձ թվում է մեր հայկական ավանդական չիփսը։ Հացերի հացը։ Այո։ Հացերի հացը։ Այսպես դնենք։ Եվ մի փոքր ռեհանի կոթով ես սա ուղղակի զուտ ձևավորման համար, գույների առումով։ Շատ լավ է, կարծում եմ շատ օգտակար, իսկ ուտեստը նախ եւ առաջ պիտի լինի օգտակար։ Եվ գեղեցիկ եւ համեղ։ Հայրենակիցներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, մենք ունեցանք մի լավ ուտեստ եւ կարևորը նա է, որ երբ որ մենք լսում ենք օտար հնչյուն ուտեստի մասով, չենք պատկերացնում դա ինչ ուտեստ է, այ շրջանառվում է քուքու բառը եւ տեսակ, որ սա ուղղակի ձվածեղ է, որը ուղղակի շրջվում է, շրջվող ձվածեղ։ Ուզում եմ, որ այսպիսի լավ ուտեստներ միշտ լինեն ձեր սեղաններին եւ այդ սեղանները այդ զարդարված լինեն այլ նաեւ ազգային ավանդական ուտեստերով եւ այդ ուտեստները օգնեն ձեր առողջությանը եւ հաջողություններին։ Մենք լինենք միշտ միասին, լինենք բարի եւ ապրենք հայեցի։ Ամեն ինչ լավ է լինելու եւս մի քիչ եւ մենք ունենանք լավ իրավիճակ։ Ստեսյուն բարեկամներ։ Շրջած ձվածեղ, համեմ 10 գրամ, մաղադանոց 10 գրամ, կանաչ ծող 10 գրամ, սամիտ 10 գրամ, թարխուն 2 ճյուղ, ցիտրոն 2 ճյուղ, յուղ 40 գրամ, ձու 4 հատ, աղ, պղպեղ, բարյախորժակ։